թմրամիջոցների դեմ պայքարը ոնց են ասում։ Կա առաջարկ, այո, եւ կա պահանջարկ։ Չէ, առաջարկը դա, երբ որ բերում են, մի քիչ մատչել եմ ասում էլի, երբ որ բերում են մեր երկիր, ներկրում են ապօրինի եղանակով կամ արտադրվում է, թե մեր երկրում տենց հիմնականում չի արտադրվում, գերազանցապես ներկրվում ապօրինի եղանակով, եւ երկրորդը դա պահանջարկն է։ Առաջարկի դեմ պետքա պայքարի իրավապահ համակարգը։ Այսինքն թմրամիջոցների ներկրումը, թմրամիջոցների տեղում մեր երկրում իրացումը դա արդեն իրավապահ համակարգի խնդիրն է եւ պահանջարկի դեմ պայքարող գերատեսչությունները դա առաջներդ իհարկե առողջապահության համակարգն է եւ երկրորդը դա խոսքը վերաբերում է հանրակրթությանը։ Հիմա մենք դուք ավելի շատ կրթական կոմպոնենտի վրա եք գնում։ Իհարկե, որպեսզի մարդը առաջին անգամ չփորձի թմրամիջոց, դա ոչ կարա իրավապահ անի, իրավապահ իր մասով կարա անի առաջարկով, այսինքն որ թմրամիջոցը հասանելի չլինի տվյալ մարդու, բայց երբ որ արդեն թմրամիջոցը հասանելի է դարձել, ստեղ պետքա մենք տվյալ անձի այդ պոտենցիալ, այսպես ասած, թմրամիջոց գործածողի գիտակցությունը բարձրացնենք, իսկ դա կարա մենակ կրթական հաստատություններում իրականացվի։